Նիկոլ Փաշինյանի կամպանիան որևէ աղերս չունի եկեղեցու բարենորոգման գաղափարի հետ։ Խոսքը պետական իշխանության ուղղակի միջամտության մասին է եկեղեցու ինքնակառավարմանը, որի նպատակն է չեզոքացնել կամ ենթարկել մի ինստիտուտ, որը չի տեղավորվում գործող իշխանության քաղաքական ճարտարապետության մեջ։ Եկեղեցին դիտարկվում է ոչ թե որպես սահմանադրությամբ պաշտպանված ինքնուրույն համակարգ, այլ որպես քաղաքական խոչընդոտ։ Այս համատեքստում հնարավոր են զարգացման 3 սցենարներ։ Առաջինը կաթողիկոսին հակասահմանադրական ճանապարհով հրաժարականի հարկադրելը կամ վեհարանից հեռացնելն է, որը ամենաարմատական եւ ամենաբարձր ռիսկ ունեցող տարբերակն է, ներքին լուրջ ցնցումների եւ արտաքին լեգիտիմության կորստի վտանգով։ Երկրորդը եկեղեցու ինստիտուցիոնալ պառակտման գործընթացն ավարտին հասցնելն է, իշխանության հովանու ներքո զուգահեռ վերահսկելի եկեղեցական կառուցվածքի ձևավորմամբ, ինչը ամենից իրատեսական եւ միաժամանակ ամենավտանգավոր սցենարն է։ Երրորդը հակաեկեղեցական օրակարգի օգտագործումն է որպես նախընտրական գործիք քաղաքական դաշտը բևեռացնելու նպատակով։ Այն ինչ տեղի ունենում այսօր եկեղեցու շուրջ ընթացող վեճ չէ, սա իշխանության վերաբերմունքի արտահայտությունն է ցանկացած ինքնուրույն ինստիտուտի նկատմամբ։ Եկեղեցին դարձել է իշխանության ագրեսիայի խոշոր թիրախը, որովհետև ունի ինքնություն, հասարակական ազդեցություն եւ արժեքային համակարգ, որը չի ենթարկվում քաղաքական կոնյունկտուրային։ Խնդիրը ոչ միայն հոգեվոր, այլ խորապես քաղաքական եւ սահմանադրական է։